2026 թվականի իշխանափոխությունից հետո, որ իշխանափոխություն լինելու է, ես դրանում անձամբ վստահ եմ։ Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հնարավորություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ Արցախ եւ Լաչինի հարցի շուրջ այս վիճակում։ Նայեք, ով էր մտածում, օրինակ 5-6 տարի նույնիսկ առաջ կամ 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի, որ աշխարհը խառնվի ընդհանրապես, որ Միացյալ Նահանգներում կարող է նախագահ ընտրվի երրորդ անգամ Տրամպը, ով էր պատկերացնում, որ նման ոճով ընդհանրապես որևէ նախագահ կարող է աշխատել։ Հիմա աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված, երբ ասենց միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի։ Սա այն իրավիճակն է, որտեղ կարելի է կամ կորցնել կամ շահել։ Նայած դու ինչպիսի քաղաքականություն ես վարում։ Դու ժամանակին արագ կողմնորոշվում ես, թե չես կողմնորոշվում։ Հիմարություններ ես անում, թե հակառակը, հմուտ ճիշտ քայլեր ես անում։ Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում։ Եվ դրական, եւ շատ բացասական։ Ուրեմն սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք որոշ մեր երազած ինչ-որ հարցերի նաեւ լուծում ստանալ։ Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի։ Սա է իմ պատասխանը։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Օրինակ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր է, չէ՞ բանակցում։ Սկզբից մի հատ լավ հարվածում է, հետո բանակցում։ Ասում է տարիֆները 200%, 100%, 500%, հետո ինչ է ասում։ Ուղղակի անգլերեն, հետաքրքիր, ես չեմ մտածել, որ հնարավոր ընդհանրապես այսպիսի տերմինոլոգիան միջազգային հարաբերություններում կիրառել։ Ասում է they lined up to kiss my ass։ Եվ ճիշտ է ասում, հերթ են կանգնում։ Հերթ են կանգնում, գնում է ինչ որ ձևի հարցերը լուծում։ Հետո 100%-ը դառնում է օրինակ 25%, 30%, բայց իր նպատակին հասնում է։ Ես չէի կարող օրինակ նույնիսկ մի քանի տարի առաջ պատկերացնել, որ սա հնարավոր է։ Սենց թվում է, թե ինչ որ քաոտիկ բաներ է, քաոտիկ չի։ Բայց մյուս կողմից տեսնում ես, որ մարդիկ ձևեր չեն թափում։ Այս է իմ նպատակը։ Շատ հստակ այս նպատակին ուզում եմ հասնել։ Եվ ինձ համար ավելի ընկալել է այդ ոճի իմիջիալոց։ Սենց առանց սենց խարդավանքների եւ այլ։ Անում է, բայց հիմա աշխարհը փոխվել է։ Ինչ տեսանկյունից։ Եթե այդ բանակցային սեղանի շուրջ ոնց են նստում հիմա ամերիկացիք։ Սենց կոլտը դնում է սեղանին, ասում է նստենք բանակցենք։ Առաջ կոլտը սեղանին չէին դնում, բայց կոլտը երևում էր։ Բանակցում էին ջանջիգարով, բայց մեկը բոլորը հասկանում են, որ ինչ որ բան պետք է ինչ ասում են, պետք է խելոք անես, ով որ չի անում հետևանքներ են։ Հիմա աշխարհում հետևյալն է, չինացիները հետ նստում այդ սեղանի շուրջ, չինացիներ իր կոլտն հանում դնում։ Ասում են բանակցենք։ Եվ միանգամից պրագմատիզմը աշխատում է, երկուսն էլ կոլտերը հանում են, սկսում են բանակցել իրար հետ։ Որովհետև այդ ուժ կա դիմացը նստած։ Այլևս դու այդ մենաշնորհը նման կարգի բանակցությունների համար չունես։ Եվ կա եւս մեկ երկիր, որ այդ սեղանի շուրջ որ նստում է, ճիշտ է, կոլտը չի դնում սեղանին, բայց նռնակը հանում է, զապալը հանում Ռուսաստանը։ Ասում է բանակցենք։ Եվ եւս հասնում է իր նպատակին։ Այո, հետը նստում բանակցում են։ Որտեղ պրագմատիզմը միշտ կա Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Ինչի համար եմ ասում։ Նույն Միացյալ Նահանգների հետ միշտ կարելի է շատ ողջամիտ, պրագմատիկ քայլերի շուրջ նստել, խոսալ եւ պայմանավորվել։ Ուրիշ հարց է, եթե դու սենց այնպիսի վիճակում ես, որ քեզ չի հետաքրքրում քո երկրի շահերը։ Քո համար Տրամպի հետ նկարվելը արդեն մի մեծ բան է, էլի։ Դարակազմիկ մի իրադարձություն է։ Դու գնում ես նկարում, դրա դիմաց քո երկրի շահեր, ուղղակի տալիս ես, մի նկարի դիմաց։ Ահա դուք հիմար չեք, լավ։